որ Գյումրին հիշեցինք, Գյումրին միշտ ենք հիշում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Գյումրիում արտահայտ ընտրությունների կարիք կա եւ Աշնանը հնարավոր ընտրություններ են սպասում։ Դրանից առաջ նշում ենք, որ այն մարդիկ, ովքեր դերակատարություն կարող են ունենալ ընտրություններում, մասնավորապես ընդդիմադիր թեկնածուներից, նրանք արդեն իսկ հեռու են պահում այդ պրոցեսներից։ Վերջինը Մարտուն Գրիգորյանի կալանավորումն էր, երկամսյա կալանքի է տարվել, ինչպես կմեկնաբանեք եւ նաեւ ձեր թեկնածուի հարցում կողմնորոշվել եք։ Տեսեք, այն որ Գյումրիում արտահերտ ընտրության կարիք կա, կարծում եմ վկայակոչում են փողոցների վիճակը անմխիթար, իդեպ գիտեք վարչապետի հանձնարարությամբ յուրաքանչյուր տարի 25 կիլոմետր ճանապարհ կնորոգվի Գյումրիում։ Բնորոշում են օրինակ երեկ էլի գրառում տեսա, որ երեկոյան ժամերին շների հարձակում կար, հիշում եք գործողություններ ուներ իրականացնելու թիմը, որը չի անել։ Այդ մասին հուշում են լիքը աղբարները, որոնք արկա են։ Մի խոսքով քաղաքային իշխանությունների անգործությունը եւ այո, Գյումրիում արտահայտ ընտրությունները պահանջ է, հանրային պահանջ։ Գործընթացները բնականաբար լինելու են բացառապես իրավական շրջանակներում, բայց թերևս կարող է սխալվել, բայց ես չեմ հիշում, որ ժամկետ նշված լինի Աշունը։ Աշնանը մենք ունենք հերթական թիմ ընտրություններ, այդ թվում նաև Շիրակի մարզում, Գյումրիու արտահայտ ընտրությունները կլինեն այն պահին, երբ իրավական կարգավորումները թույլ կտան։ Ինչ վերաբերում է թեկնածուին, ես կարծում եմ, որ առաջիկայում երբ գործընթացները ավելի գործնական փոխվեն, հանդիպությանը պարզվի Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ որքան գիտեմ այս պահին քրեական գործընթաց կա, ես զերծ կմնամ քաղաքական գնահատակի։ Նշեցիք խնդիրներ, որոնք Գյումրիում առկա են, բայց այդ խնդիրները նախկին բոլոր իշխանությունների ժամանակ են եղել, այն ժամանակահատվածում եւ նաեւ Սարիկ Մինասյանը աղբավայրերը, փողոցները, շները, տրանսպորտի խնդիրը, վերջո Հանրապետության երկրորդ քաղաքում տրանսպորտի խնդիրը, եթե չասենք ահավոր վատ վիճակում է գտնվում, դա մեծ դարակերպում է։ Սարիկ Մինասյանը պաշտոնավարել է, ինչպես գիտեք, երբ որ նախկին իշխանությունները կազմալուծվեցին, այսպես ասած, անգործության մատնվեցին, վարչապետի որոշմամբ նշանակվել է եւ կարճ ժամանակահատված պաշտոնավարել է, իսկ գիտեք, եթե համայնքի ղեկավարը չունի ավագանու աջակցությունը, իսկ շատ գործողություններ ունենք շների ապաստարան կառուցել եւ այլն։ Պետք է բյուջեն եւ գործընթացը հաստատվի ավագանու որոշմամբ։ Եթե չի եղել ավագանու ինստիտուտը, հնարավոր չէ որ թիմը լիակազմ գործի։ Ես դեռ համաձայն չեմ, որտեղ կարճ ժամանակահատվածում Սարիկ Մինասյանը կարողացել է ցուցաբերել իր լավագույն որակները եւ գյումրեցիների արձագանքը ակներ է վեր այդ ընթացքում, նույնիսկ այն ամենապրիմիտիվ լիազորությունները, որ թիմը ունի, թիմի լիազորությունները իրականացնելու առումով։ Եվ ես ձեր կարծիքը կներեք, չեմ կիսում, որ այդ կարճ ժամանակահատվածում Գյումրիում փոփոխությունները նկատելի չեն եղել, կարող եք հարցնել այն պարոն Մխիթարյանին, որը վստահ եմ ունի համակարգ։ Շնորհակալություն։ Լավ, դե ավարտեցիք։ Չէ, հարցս վերաբերում էր Տիկին Բաղդասարյան, Ռոբերտ